Ողջույն, այսօր ձեր ուշադրությանն եմ ներկայացնելու բրազիլիացի շամանի կանխատեսումը այն մասին, թե ինչ է մեզ սպասվում մոտ ապագայում։ Նշեմ, որ այս շամանը դասավանդում է ամենահին կրոններից մեկը՝ կանդոմբլեն։ Նա այս տարվա հովանավորներին անվանել է Օսկալա Աստծո և Եմանջա Աստվածուհու անուններով։ Շամանը վստահ է, որ 2026 թվականը լավ տարի է առանց ապոկալիպսիսների կամ իրավիճակի վատթարացման։ Նա արդեն կանխատեսում է, որ մոտավորապես մարտ ամսվա կեսերից տարածաշրջանում այս թեժ իրավիճակը կդադարի, զոհերի թիվը աստիճանաբար կնվազի։ Իհարկե, որքան էլ զարմանալի է, նա ապագայի մասին խոսում է շատ հետաքրքիր, ոչ մի բացասական բան։ Ընդհակառակը, նա 2026 թվականը անվանում է վերագործարկման տարի։ Այժմ ըստ նրա, բարությունը, սերը, հավատքը և խոնարհությունը պետք է կենտրոնանան մեկ տեղ։ Մեր ապրած տարիները եղել է ավերածությունների և փորձությունների տարի, բայց նաև մաքրագործման և հավասարության։ Ցավը, ինչպես նաև վախը շատերին ստիպեցին ծնկի գալ, մոռանալ իրենց հպարտության մասին և հասկանալ, որ մյուս մարդիկ նույնպես իրար նման են։ Այս ամբողջ տարիները ցույց տվեցին, որ ոչ փողը, ոչ էլ ունայնությունը չեն կարող լուծել խնդիրներ, միայն հավատքն ու սերը օգնեցին մարդկանց, ասում է Պայ Պաուլինյոն։ Համընդհանուր սերը միակ զենքն է, որը կարող է պայքարել համընդհանուր այս իրավիճակի, հիվանդությունների և ռազմաճակատում դեպքերի մասին։ Ես տեսնում եմ, որ մարդկանց մեծ մասը կսկսի արթնանալ քնից, կարծես նրանց մեջ նոր թարմ արյուն կհոսի և կսկսեն դրական փոփոխություններ, ասել է շամանը։ Մի քանի խորհուրդներ շամանից 2026 թվականին հաջողություն գրավելու համար։ Ավելի հաճախ կրեք սպիտակ կամ բաց կապույտ հագուստ։ Տարվա հովանավորը սիրում է սպիտակ ծաղիկներ, դրանք պետք է դնել սեղանին։ Նա խորհուրդ է տալիս ուտել ոսպ, որը առատության խորհրդանիշ է, և նռան հատիկներ։ Նրանք, ովքեր ցանկանում են գրավել առատություն և սիրո էներգիա, պետք է սեղանին դնեն սպիտակ ափսե և լցնեն այն լոբիով, ոսպով, եգիպտացորենով և արևածաղկի սերմերով։ Փող և հաջողություն գրավելու համար ամեն ամիս նույն օրը կերեք 1 գդալ խաշած ոսպ, 1 խաղող և 1 նռան հատիկ։ Եթե ճանաչում եք նորապսակների, նրանց դռան մոտ դրեք նույն անվանական արժեքի 12 մետաղադրամ և 12 բուռ շագանակագույն քար։ Այսպիսով նրանք այս տարի սիրո կամ փողի պակաս չեն ունենա։ Ձեզանից է կախված որոշել հետևել այս խորհուրդներին, թե ոչ, բայց առնվազն դա անվնաս է, ոսպն ու նուռը անշուշտ չեն վնասի, ինչպես նաև սպիտակ կամ կապույտ հագուստ կրելը, այնպես որ կարող եք հետևել շամանի խորհուրդներին 2026 թվականին էլ ավելի հաջողություններ գրավելու համար ձեր կյանք։ Շնորհակալություն ուշադրության համար, իսկ դու մի մոռացիր բաժանորդագրվելու մասին, որպեսզի իրար չկորցնենք։